Երևանի փողոցներում այսպիսի դեպքերի այս օրերին հաճախ կարելի է ականատես լինել։ Որպեսզի այս պատկերը չլիներ, համատիրությունները պետք է աշխատանք տանեին։ Մուտքերի ու բակային հատվածների պատշաճ վիճակը հիմնականում նրանց պարտականությունն է։ Չի մաքրվում։ Բայց գիտեք, որ իրենք պետք է մաքրեն։ Գիտեմ։ Օրինակ չեք ստիպում այսպես ասած պարտադրում իրենց որ մաքրեն։ Չէ։ Բայց գումար վճարում եք ամսական։ Միանշանակ։ Factor TV-ի ահազանգած քաղաքացին, որ ցանկացավ անանուն մնալ, պատմեց, որ համատիրության գումարը չի վճարում, քանի որ երբ տարիներ առաջ կենտրոն համատիրությունից փորձել է հասկանալ, ինչ ուղղությամբ են ծախսվում իր վճարած գումարները, ստացել է պատասխան, որ դատի կտան իրեն։ Տեսանելի ոչինչ չի արվում համատիրությունում, ենթադրում եմ, որ միայն աշխատավարձ են ստանում եւ ժամանակ են անցկացնում։ Երբ ինչ-որ խնդիր է լինում, շենքի բնակիչներն իրենց ուժերով են լուծում այն։ Պատմում է կինը, շեշտելով, որ երբ տարբեր հարցերով դիմել են, արձագանք չեն ստացել։ Խցանում ա լինում կամ ինչ զանգում ես, փորձում ես հարց լուծել կամ ջուրա պետք անջատել, որովհետև պետքա գործ արվի, ասում են դուք ձեր ուժերով այդ ամեն ինչը արեք։ Երևանում առկա է 4938 բազմաբնակարան շենք, որից 4547-ի կառավարումն իրականացվում է 258 համատիրությունների կողմից։ Կենտրոն վարչական շրջանում փոքրիկ շրջայց արեցինք, փորձելով հասկանալ, թե ձյան առատ տեղումներից հետո արդյոք բակերը կամ մայթերը մաքրված են։ Բնակիչները պատմեցին, ամենամսյա պարտադիր վճարներն անում են, բայց դժգոհ են համատիրությունների աշխատանքից։ Դուք բայց բարբերաբար ամսական վճարները անում եք։ Հա, բանը։ Դուք պարտադրում եք, որ իրենք մաքրեն։ Ոչ, իրենք իրենց կամքով են անում։ Պարտադիր վճարները անում եք ամսական։ Իհարկե, միանշանակ։ Եվ չեք հարցնում, ինչի համար ենք վճարում։ Ես չէ, որովհետև անիմաստ է։ Կոնկրետ այսօր նկատեցի, որ անում են։ Ոչ, չեն անում։ Բայց դուք վճարում եք։ Իհարկե վճարում են։ Չգիտեք ինչ են անում, որ չես վճարում։ Տուգանքներ ա գալիս, տոկոսներ ա գալիս։ Օրենքը սահմանում է համատիրությունը քաղաքացիների եւ իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է։ Այն հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով։ Համատիրությունները ենթակա չեն ոչ քաղաքապետարաններին, ոչ թաղապետարաններին։ Համատիրությունները ենթակա են միայն իրենց ընդհանուր ժողովին, բնակիչների ընդհանուր ժողով, ՀԿ-ի նման, ՀԿ-ի անալոգիայով պետք է նայել այդ ամբողջը։ Ընտրում են նախագահ, կարող են ընտրել վարչություն, վճար են տալիս, դրանով ձևավորվում է բյուջեն կարող է դրամաշնորհներ ունենալ, դրամաշնորհներ կարող է ունենալ արտասահմանից, Հայաստանի տոնորներից, համայնքապետարանից կարող է դրամաշնորհ ունենալ։ Այսինքն գործող կարգավորումներով համատիրության նախագահի գործունեության նկատմամբ վերահսկողություն կարող են եւ պետք է իրականացնեն բնակիչները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գոհ չէ Երևանի համատիրությունների աշխատանքից։ Համատիրությունների հետ աշխատանքը կոորդինացնելու մի հատ նոր մեխանիզմ է մեզ պետք։ Եթե բնակիչներին չի գոհացնում համատիրության նախագահի աշխատանքը, նրանք կարող են հրավիրել ընդհանուր ժողով, անվստահություն հայտնեն նախագահին եւ նոր նախագահ ընտրեն։ Համատիրության մասին օրենքով յուրաքանչյուր տարվա համար կառավարիչն ընդհանուր ժողով է ներկայացնում այդ տարվա համատիրության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաեւ համատիրության հաջորդ տարվա եկամուտները եւ ծախսերը։ Ֆինանսական հաշվետվությունը կազմվում է տարվա վերջում, ստորագրվում նախագահի, կառավարչի եւ վերստուգիչ հանձնաժողովի նախագահի կողմից եւ ներկայացվում ընդհանուր ժողովի հաստատմանը։ Համատիրության մեջ մի քանի շենք ընդգրկվելու դեպքում ֆինանսական հաշվետվությունը կազմվում է ըստ առանձին շենքերի։ Բնակիչը պետք է համատիրության ասի իր հաշվետվություն տուր մեզ, սիրելիս, բաց տուր, ասա նայենք ինչքան փող ես հավաքել, ուրան է ցույց տուր։ Այդ փողը ինչպես ես ծախսել, հələ բյուջետ հրապարակի, տոլը բյուջեի նախագիծը հրապարակի, դե հաջորդ տարի այդ փողերն ինչ ես անելու։ Լևոն Բարսեղյանը հիշեցնում է տարիներ առաջվա մի դեպք, երբ քաղաքացին համատիրության նախագահից պահանջել է բյուջեն, բայց չի ստացել։ Դիմել է դատարան, ստանալով թե բյուջեն, թե հաստիկացուցակը։ Ըստ Բարսեղյանի խնդիրը ոչ թե օրենքի բացն է, այլ բնակիչների պասիվությունը։ Սոցցանցերում մեր իրականացրած հարցմանը մասնակցած օգտատերերի մեծ մասը եւս դժգոհ է բակային հատվածների ձնամաքրման աշխատանքներից։ Ստացվում է քաղաքացիները գոհ չեն, բայց հետևողական չեն իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։